Բարև երկիրը շարունակում է իր ընթացքը, սիրելի հեռուստադիտողներ, այո, չենք մոռանում, որ այսօր մայիսի 9 է, թեև ինչպես նշեցինք, այո, Արցախը այս պահին հայկական չէ, բայց հույսով, հավատով ու նաև փորձելով վերականգնել այն տրամադրությունը, այն եռատոնի գաղափարը, որ տասնամյակներ շարունակ ունեցել ենք։ Եվ այսօր մեր հյուրն է Արցախի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախկին նախարար, Երկիր մեդիա հեռուստաընկերության Արմաթ հաղորդաշարի հեղինակ, վարող, ազգագրագետ Լեռնիկ Հովհաննիսյանը, բարի լույս։ Բարև ձեզ։ Բարի լույս, պարոն Հովհաննիսյան, թեպետ գործընկերոջ իրավունքով կարող ենք նաև Լեռնիկ դիմել, եթե կարելի է։ Խնդրեմ։ Ինչպե՞ս եք։ Փորձում ենք լավ լինել։ Տարիներ առաջ իհարկե մենք բոլորս լայն ժպիտներով, շատ այսպես հպարտ կշնորհավորեինք իրար եռատոնի կապակցությամբ, բայց այսօր դա չենք կարող անել, բայց չենք կարող նաև մոռանալ պատմությունը, չենք կարող մեր փառահեղ էջերը պատմության մոռանալ, որովհետև եթե կարծում եմ այդ էջերը չհիշենք, առաջ շարժվել էլ չենք կարող եւ այդ հույսն էլ չի լինի այլևս։ Ընդհանուր առմամբ երևի թե հարցին պատասխանեն մի քիչ ազգագրեն, հիշողությունը դա յուրաքանչյուր էթնոսի, յուրաքանչյուր ազգի, որը ձևավորվել է իր պատմական տարածքում, դեպի ապագան տանող ճանապարհն է։ Եվ մենք եթե այսօր կորցնենք մեր հիշողությունը, ապա մենք կորցնենք նաև մեր ներկան եւ ապագան։ Ցավոք սրտի այսօր այդ ընկալումը շատ քչերի մոտ է, ես ցավով եմ սա նշում, որովհետեւ եթե հիշողության նկատմամբ այսպիսի արգահատելի վերաբերմունք չլիներ, ապա այսօր մենք չենք խոսի պատմական իրական Հայաստանի մասին, չենք խոսի, որ Արցախը այլևս հայկական չէ եւ այլն։ Այսինքն հիշողությունը շատ կարեւոր է եւ ցանկացած դա կվերաբերվի Հայոց ցեղասպանությանը, դա կվերաբերվի մեր փառահեղ հաղթանակներին, թե մայիսի 9-ի եռատոնին, թե առաջին հանրապետության ստեղծմանը եւ այլն, այսինքն այս ամենը մեր ժողովրդի հիշողության մեջ է եւ ժողովրդի հիշողությունից սա տարանջատելը եւ մոռացության տալը կբերի ի վերջո շատ չեմ ուզում այսպես խիստ որակումներ տալ ճակատագրական հետևանքների։ Պարոն Հովհաննիսյան, մենք խոսում ենք անդադ հիշողությունից, հիշողությունը պահելուց, ինչը բնականաբար շատ կարևոր է, հատկապես ապագա սերունդներին ինֆորմացիան փոխանակելու համար։ Այսօր Հայաստանում շատ գրքեր են տպվում, թերևս հատկապես Արցախի պատմամշակութային վայրերի մասին։ Մի փոքր կուզեմ ներկայացնեք այս մասին ինչ աշխատանքներ են տարվում։ Ասեմ նաև, որ վերջին ամենամեծ աշխատանքը, որ կատարվեց, դա մեր ուրեմն հեղինակային եւ մեր կոլեկտիվի, այսպես ասենք, աշխատանքն էր, Վահրամ Բալայան, Մելանիա Բալայան, Սլավա Սարգսյան եւ ես, որ մեր մշակութային ժառանգությունը անգլերեն լեզվով 2 հատորյակով ներկայացրեցինք եւ առաջին մենք ներկայացրեցինք շրջանների եւ բավականին մեծ արձագանք կտավ գրքերը դեռևս երկհատորյակը դեռևս անգլերեն լեզվով է եւ էլեկտրոնային տարբերակով է, համացանցում կարող եք ուրեմն տեսնել, նաեւ ուրեմն ուսումնասիրել եւ կտեսնեք, որ իրոք շատ մեծ տիտանական աշխատանքեր ժամանակի ընթացքում կատարվել Արցախում եւ թե հուշարձանների ուսումնասիրման, վկայագրման, թե պահպանական գոտիների կազմման, թե ուսումնասիրման, թե հնագիտական եւ ուրեմն վերականգնողական տարբեր աշխատանքներ կատարելով այսօր մենք այս ամենը կարողանում ենք տալ գրքի քարտեզի տեսք, որտեղ դրանից առաջ էլ Վահրամ Բալայանի եւ իմ հեղինակությամբ տպագրվեց Արցախի քարտեզը իր պատմամշակութային ուրեմն հուշարձաններով, նույնը արվել է նաև Սլավա Սարգսյանի կողմից Արցախի առանձին банքերը եւ առանձին ուրեմն ամրոցները, որը շատ կարեւոր է այսօրվա ուրեմն այս մարտահրավերներին ընդառաջ, որովհետեւ ինչպես գիտեք, ամեն օր մի նոր լուր ենք լսում, ամեն օր մեր մշակութային ժառանգության նկատմամբ կատարվում է ոտնձգություններ, որը այլ կերպ չես կարող անվանել, քան մշակութային էթնոցիդի քաղաքականություն, որը Ադրբեջանը վաղուց է սկսել եւ անցել կարմիր բոլոր գծերը եւ որևէ մեկը
չեն կարողանում ձեռքը բռնել պարզապես։ Թե եթե այսպես շարունակվի, մենք ես նաև մի որոշ ուրեմն թվական տվյալներ բերեմ, օրինակ 5658 հուշարձաններից, որ հստակ մենք ունենք հաստատագրված այդ հուշարձանների տեղը, գրեթե մոտ 1000-ի նկատմամբ կատարվել է տարբեր տեսակի ոտնձգություններ, ոչնչացումից մինչև վանդալիզմ եւ սրբապղծում։ Պարոն Հավանեսյան, թե պետական մասշտաբով, արտաքին գործերի նախարարության միջոցով պետք է չէ խոսվի այս ամենի մասին, թե դուք որպես անհատներ եւ կազմակերպությունը խոսում եք, բայց արդյոք չկա այլ ձևաչափ աշխարհին այս ամենը հայտնի դարձնելու, որպեսզի նրանք գոնե պատասխան տան ինչ-որ ձև։ Հատկապես այսպիսի օրերին նրանք կարծես թե ավելի են լարվում, կարծես ամեն անգամ մի նման օրվանից առաջ ավելի բացահայտ ոչնչացնում են որևէ կոթող կամ կարևոր կառույց։ Ցավն այն է, որ հենց տեղյակ են, բանաձևեր են ընդունում, բայց որևէ կերպ արձագանք չի լինում Ադրբեջանի կողմից։ Գիտեք, հարցն անում է, որ արտաքին գործերի նախարարությունը եւ մյուս պետական լիազոր մարմինները, որոնք կոչված են մշակութային ժառանգության պաշտպանող, 2023-ից այսքան որևէ գործողություն չեն արել։ Նույն արտգործնախարարության կազմում է գտնվում ՅՈՒՆԵՍԿՕ-ի համապատասխան վարչությունը բաժինը, դες չեմ տեսել, որ իրանք միգուցե ես չգիտեմ, արել են ինչ-որ բան, բայց ամենայն դեպս դաշտում չի երևում։ Եվ հենց այդ պատճառով է, որ բնականաբար նաև վերջին հայտարարությունները ցույց է տալիս, որ ընդհանրապես Արցախի մշակութային ժառանգությունը Հայաստանի Հանրապետության իշխանությունների օրակարգից դուրս է, կարծես թե դա մեր հայկական մշակութային ժառանգության մի մասը չէ, առավել եւս որ դա ընդհանուր համաշխարհային քրիստոնեական եւ ինչու միայն քրիստոնեական, ընդհանուր համաշխարհային մշակութային ժառանգության մի մասնիկն է, եւ եթե չկա պետական քաղաքականություն, ապա այո, հասարակական կազմակերպությունները, տարբեր ակադեմիական շրջանակներ, տարբեր ուրեմն հարցեր են բարձրացում նաև Արցախի իշխանությունները, որոնք տարբեր հարթակներում այդ հարցը բարձրացնում Արցախահայության, Արցախի հայ բնակչության իրավունքների պաշտպանության տարբեր կազմակերպության այդ հարցերը տարբեր բարձր եւ վերջին Եվրոպարլամենտի բանաձևը հենց այդ ուրեմն այդ նայում էր համապատասխան սպիկերան հայդատի կառույցների հետ համատեղ աշխատանքի արդյունքը, որ այդպիսի ուրեմն բանաձև ընդունվեց եւ բնականաբար այդ բանաձևն էլ Երևանում պաշտպանեց նաև Եվրոպարլամենտի նախագահը Մեծոլան իր ելույթի մի պատասխան Ադրբեջանի նախագահի փոխորդանքի, այսինքն կա միջազգային նպաստավոր ուղղակի պարզապես համապատասխան գործնական քայլերի ժամանակն է, որտեղ եթե այդ գործնական քայլերը չլինեն, այն հայտարարություններից բխեցվող, որոնք արվել են, ապա Ադրբեջանը կշարունակի իր մշակութային ցեղասպանությունը եւ ցավոք սրտի վերջը լինելու է Նախիջևանի ճակատագիր։ Եվ նաև պետք է որպեսի գործող իշխանությունը ու վերջը ընթരാճ քայլանի, բայց դա չենք տեսնում, ավելին պատասխանահնչում է իրենց տարածքն է ինչու դիմանում։ 2023 թվականից այդ քաղաքական ինձ համար կոնկրետ իմ համար դա այդքան էլ անսպասելի չէ, որովհետև մենք տեսնում ենք այո 2023 թվականից թե ինչպեսի փոփոխություն է տեղի ունեցել, որովհետև տեսեք 2022 թվականին երկու դրվագով ուրեմն հայկական կողմը դիմել էր ուրեմն միջազգային ուրեմն դատարան, քրեական դատարան կապված Արցախի մշակութային ժառանգության հետ։ Մեկը վերաբերվում էր Հադրութի Սուրբ Հարություն, մյուսը վերաբերվում է Շուշիի շրջանի Քարինտագյուղի Սուրբ Աստվածածին ուրեմն եկեղեցիների վանդալիզմի եւ ուրեմն տարբեր տեսակի արարքների հետ կապված, որը կատարվել է այդ եկեղեցիների կապված, դա սրբապղծումն է, դա Սուրբ Սեղանի ուրեմն ոչնչացումն է, դա քրիստոնեական եկեղեցում, հայկական հայ առաքելական եկեղեցում, պական եկեղեցում մահմեդական աղոթք քննեցնելն է եւ այլն, այսինքն որոնք միջազգային բոլոր կոնվենցիաներով վանդալիզմ է, այսինքն մշակութային ժառանգության նկատմամբ ոտնձգություն է։ Եվ երբ ասենք օրինակ եւ նաեւ եղավ միջազգային փորձագիտական եզրակացության անկախ այդ եկեղեցիների հետ կապված
Ադրբեջանը ինչ որ արդարացնող լուսանկարներ բերեց, որ տեսեք, ասենք այդ լուսանկարներում իրենք մաքրել են եւ այլն, բայց սուրբ սեղանը չկար, վարակույրը կար տեսայերից, որտեղ ուրեմն այդ ուրեմն ովքեր մտել էին եկեղեցի այդ մահմեդական աղոթքը հնչեցնես եւ այլն, այդ ապացույցները բերվեցին եւ ասեմ դա օգնեց, որ օրինակ ասենք երբ որ Քարինտակ գյուղը ամբողջությամբ ոչնչացրեցին, գրեթե ոչնչացված է Քարինտակ գյուղը, հողին է հավասարացված, եկեղեցին պահպանվել, եկեղեցուն ձեռք չտվեցին, թեկուզ բացված, բայց գոնե շենքը մնաց։ Ուզում եմ ասել, որ միջազգային կառույցներում անընդհատ բարձրացնել, անընդհատ այսպես խոսալ, այսինքն տարբեր վարույթներ նախաձեռնելը ինչ որ չափով իմ կարծիքով կկանգնեցնի այն մշակութային էթնոցիդը, որ այսօր կատարվում է Արցախում։ Պարոն Հովհաննիսյան, դուք թերևս զրաներ վերցրել եք շատ կարևոր պարտականություն, ասենք, նոր սերնդին կրթելու, հա, դասախոսում եք, եւ արդյոք այս նոր սերունդը իսկապես հետաքրքրված այն ամենով, թե մենք ինչ ունենք եւ նրանք ուզում են շարունակել թեկուզ ազգագրագետ լինել կամ պահպանողական գործունեություն անել հետագայում։ Միանշանակ մենք անընդհատ ասում ենք նոր սերնդի, ան յուրաքանչյուր սերունդ ունի իր առավելությունները եւ այս սերունդն էլ որը ոչինչով ասենք պակաս չի եւ ինքը իր ավելի այսպես իրենց միտքը շատ ավելի սուր է, իրենք նորարարություններին ավելի շուտ են ընկալում, քան թե ասենք միջին, այո, այսինքն այդ ուրեմն նաև նոր տեխնոլոգիաներին են տիրապետում, որը կարծում եմ կօգնի իրենց մասնագիտական կարողությունների զարգացման մեջ։ Այդ թվում նաև եթե մարդ ընտրել է հնագետի կամ ազգագրագետի մասնագիտությունը, բնականաբար այդ ուրեմն ուսանողը հետագայում պետք է դառնա մասնագետ եւ հենց ուսումնասիրի մեր ժողովրդի թե նյութական եւ թե ոչ նյութական մշակութային ժառանգությունը։ Դեռնիկ վերադառնանք նաև կրկին վերհիշենք մայիսինյան խորհուրդը, օրվան վերադառնանք, երբ կարդում ենք պատրաստվում էին այդ հարսանիք լեռներում օպերացիան անել, սպայապետ Վազգեն Սարգսյանը չէր հավատում, որ այդ պահին հնարավոր է, ասում էր դեռ շուտ է, հետաքրքիր է նաև ժողովուրդը ինչ սպասումների մեջ էր այդ ժամանակ, հավատում էր, որ Շուշին գերությունից վերադարձվելու է, ազատագրվելու է, առհասարակ արցախցու հոգեբանության տեսակի մեջ ինչ փոխեց մայիսի 92 թվի մայիսի 9-ը։ Ռազմական պատմության մեջ մեր ռազմարվեստի պատմությունը երբ որ ուսումնասիրում ենք եւ նաեւ ռազմարվեստի պատմությամբ զբաղվողները հստակ մի միտք են արտահայտել, որ Շուշի ազատագրության հիմքը դրվել է դեռևս 92-ի հունվարի 26-ին, երբ որ ադրբեջանական բանակը խայտարակ պարտություն կրեց Քարինտակի մատույցներում։ Քարինտակի հերոսամարտը դա այն վճռական ճակատամարտն էր, որը հիմք դրեց հետագա հաջողությունների։ Սա ես չեմ ասում, կարող են մարդիկ ինձ ճանաչողների մեղադրեն, որ իր հայրենի գյուղի սուբյեկտիվ կարծիք է հայտնում, բայց իրականում բոլորը հենց ռալ, որտեղ Ադրբեջանի կորուստները այդ ուրեմն ճակատամարտում բավականին մեծ էին, այդ այլ Քարինտակի ճակատամարտի կարևորությունը նաև նրանում էր, որ Ադրբեջանը շատ մեծ ուշադրություն էր դարձնում այդ բնակավայրի ուրեմն գրավմանը, ոչնչացմանը, որտեղ ուղիղը բացեր դեպի ուրեմն դեպի Արցախի հարավային եւ արևելյան շրջանները եւ հնարավորություն կլիներ Արցախը երկու մասի բաժանելուց եւ այդտեղ մեր հայ ազատամարտիկների ուրեմն բազկի զորությունը ցույց տվեց թե ինչ են կընդունակ, որովհետեւ Ադրբեջանը նետել իր ամենամարտունակ ուժերին, հենց ամիջապես ռազմագործողությունը ղեկավարում էր այն ժամանակվա Ադրբեջանի պաշտպանության ուրեմն նախարարը Մեհդիևը, որը Շուշիում նստած այդ ռազմագործողության ուրեմն անմիջապես ղեկավարումն է ստանում։ Ուզում եմ ասել, որ հենց այդ սկիզբը հենց այդ ժամանակ տրվեց, բնականաբար հետագայում եղան էլի հաղթանակներ, դա
ուրեմն տարբեր ռազմագործողություններ, տարբեր ադրբեջանական քրակակետերի ոչնչացումներ եւ ուրեմն նաեւ Արցախի կենտրոնական հատվածում գտնող որոշ քրակակետեր, որոնք շատ ավելի այսպես պատուհաս են դարձել մեր հայ բնակչության համար, ի վերջո մաքրվեց այդ ամենը եւ բնականաբար պետք է դա հասներ իր վերջին կետին, դա Շուշիի ազատագրություններ եւ հետագայում նաեւ դեպի Հայաստանի Հանրապետության ցամաքային ճանապարհի բացումը, որտեղ այն ժամանակ էլ Արցախը շրջափակման մեջ էր, զենք ընդհանրապես ամեն ինչ հասնում էր օդով, որը վտանգավոր էր ուղղաթիռներով, ինքնաթիռներով, որը իր մեջ վտանգներ պարունակում, որտեղ Ադրբեջանը նաեւ համապատասխան թե հակաօդային միջոցներ, թե ավիացիա, որ կարող են խոցել այդ ուրեմն հիմնականում քաղաքացիական ուրեմն ինքնաթիռներն ու ուղղաթիռները եւ դրանք այդպիսի պայմաններում հայ ռազմարվեստը ցույց տվեց իր բարձր կարգը եւ ընդհանրապես Տշնամուց նաև գրեթե հավասար ուժերով, որտեվ ռազմարվեստի մեջ միշտ հարձակվող կողմը ավելի պետք է գոնե թվական որոշակի գերակշռություն ունենալ։ Այդ թվական գերակշռությունը բնականաբար այստեղ շատ քիչ է եւ ընդհանրապես եթե այսպես նայում ենք, այդքան չկար։ Եվ բնականաբար այդպիսի պայմաններում նաև շրջափակման պայմաններում կազմակերպել այդպիսի փայլուն ռազմագործողություն եւ ազատագրել Արցախի հինավուրց կենտրոնը։ Սա միանշանակ մեր պատմության մեջ ինչքան էլ այսօր մենք գտնում ենք այս վիճակում եւ կորցրել ենք այդ հայրենիքը, բայց համենայն դեպս մենք պետք է այդ ամեն ինչը հիշել նաև, որ այդպիսի դեպքեր են եղել, որպեսզի ապագա սերունդը հասկանա, որ ամեն ինչ կորսված չէ եւ ի վերջո պետքա մենք մեզ վերագտնենք եւ նորից վերականգնենք մեր ուժերը, որպեսզի այդպիսի ուրեմն կարողանանք այդպիսի գործողություններ իրականացնել, որը մտված լինի մեր հայրենիքի ազատագրմանը, ինչպես արվեց 92 թվականին եւ Շուշին ազատեցինք ուրեմն գրեթե 80 տարվա գերությունից 80 տարվա գերությունից Շուշին ազատագրվեց եւ մեր ժողովուրդը նորից վերապրեց հաղթանակի այդ մեծ բերկրանքը եւ իրոք մայիսի 9-ը ընդհանրապես Արցախի հայ բնակչության համար մի յուրօրինակ տոն էր դա եւ հայնական մեծ երկրորդ աշխարհամարտում ուրեմն տարած հաղթանակներ, որտեղ արցախցիները բավականին ակտիվ մասնակցություն են ունեցել այն ժամանակ գտնվելով խորհրդային միության կազմում ուրեմն 113,000 բնակչությունից 45,000-ը մասնակցել է հայ բնակչությունից 45,000-ը մասնակցել է ուրեմն այդ հերոսամարտերին, այդ ուրեմն պատերազմին, այդ համաշխարհային պատերազմին եւ որից 23,000-ը այդպես էլ չի վերադարձել։ Այն ժամանակվա Լեռնային Ղարաբաղի եթե սահմաններն ենք վերցնում, ապա խորհրդային միջավայրի մեջ դա ամենաբարձր ցուցանիշն է եւ նաեւ տրված ռազմական գործիչների, խորհրդային միության հերոսների եւ ուրեմն парքի ուրեմն իշխանների ասպետների քանակով։ Սա նույնպես եւ պատահական չէ, որ Արցախի յուրաքանչյուր գյուղում այդպիսի հուշարձաններ կառուցված եւ մարդիկ այցելում էին այդ հուշարձան, նաեւ հիշում էին այդ ուրեմն աշխարհամարտում զոհված մեր հայրենակիցներին, որտեղ մեկի պապն էր, մեկի պապի եղբայրն էր եւ այլն, այսինքն կար, այդ մեկի հայրն էր, այո, յուրաքանչյուր ընտանիքից զոհ կար եւ բնականաբար դրան գումարվեց նաեւ հենց Շուշի ազատագրումը մայիսի 8-ին այդ ուրեմն օպերացիա այդ ռազմական գործողությունները եւ բնականաբար հաղթանակի բերկրանքը կրկնապատկվեց պլյուս նաեւ որ մեր Արցախյան հանրապետության տոնի եւ հիշատակի մասին ուրեմն այդ օրենքի հիշատակի օրերի մասին օրենքի համաձայն նաեւ ինքը նաեւ համարվում էր նաեւ ինքնապաշտպանության ուժերի կազմավորման օր եւ բնականաբար այդ երաթոնը յուրաքանչյուր արցախցու համար, քանի որ
գրեթե բոլոր ընտանիքներում կային թե զինվորականներ, թե ազատամարտի մասնակիցներ, թե նաև Շուշի ազատագրման մասնակիցներ, նաև որը ցավոք սերտ ասենք զոհվել էր, վիրավորվել էին, մասնակցել էին եւ բնականաբար այդ երաթոնը մեզ համար մեկ այլ նշանակություն ուներ, որտեղ դա հաղթանակի բերկրանքներ, իսկ հաղթանակներ ցավոք սերտի մեր ժողովրդի կյանքում քիչ էր լինում եւ դրա համար մենք հատուկ ակնածանքով էինք վերաբերում այդ ամենին։ Հավանության թերս փառք ու պատիվ բոլոր նրանց, ովքեր թե տարբեր ժամանակահատվածներում իրենց կյանքը նվիրել են եւ իրենց հետագա սերունդները անպայման պետք է հիշեն եւ ես այսօր նաեւ կուզեմ չնայած մայիսի 1-ը միշտ մեր մոտ տպավորված է տոն եւ այդպես է շարունակվում, կուզեմ հասկանալ, քանի որ դուք շատ եք այստեղ ապրող արցախցիների հետ տեղահանվածների հետ շփվում, կասեք նրանց տրամադրվածությունները ինչպիսին են, հատկապես նման օրերին նրանք ավելի շատ ոգով են լցվում նորից վերածնվելու, նորից ապրելու, թե հակառակը։ Բնականաբար չնայած դժվարություններին ես ամենայն դեպս ինչքան որ շփվել եմ այս օրերին նաև տարբեր ուրեմն թե սոցիալական ցանցերում թե այդպես տարբեր հարթակներում շփվել եմ նախ միջոցառում կա որ կատարվելու է եւ մի մասս հավաքվելու ենք եւ նշելու ենք մայիսի 9-ը նաև պարտադիր դա երրաբլումն է, որ պետք է այցելենք եւ մեր արգանքի դուրք մատուցենք մեր հերոս ազատամարտիկներին եւ զինվորներին, որոնք իրենց կյանքը զոհաբերեցին հանուն հայրենիքի, բնականաբար արցախցիների մոտ այդ նվիրական տոնը որ կա նվիրական տոնը չեմ կարծում որ մոռացած լինեն եւ ընդհակառակ իրենք ամեն տեսակ այդ ամենը հիշում են բայց հիշում են նաեւ որոշակի այսպես ցավով որ այն ուրախությունը որ կար այն բերկրանքը որ կար ինչպես իմ խոսքում նշեցի Արցախում որ ինչպես էին նշում այստեղ որոշակիորեն կարող է մի քիչ ավելի համեստ նշվի, որովհետև գիտեք թե ընդհանրապես նաև այսօր եռատունի նկատմամբ ինչպիսի վերաբերմունք կա։ Շնորհակալություն հետաքրքիր զրույցի համար, իսկապես հիշողությանը պետք է անպայման զուգակցել նաև այդ հավատը, հույսը, սերը եւ հուսանք, որ մի օր ամեն ինչ անպայման լավ է լինելու։ Շնորհակալություն։ Շնորհակալություն հրավերից։ Սիրելի հեռուստադիտողներ, զրուցում էինք Արցախի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի եւ զբոսաշրջության նախկին նախարար, մեր գործընկեր Երկիրմեդիա հեռուստաընկերության Արմաթ հաղորդաշարի հեղինակ եւ վարող, ինչպես նաեւ ազգագրագետ Լեռնիկ Հովհաննիսյանի հետ շարունակեք մնալ մեզ հետ։